Գյումրու քաղաքապետարանն անցած տարի 20-ից ավելի նախագծերի մրցույթ է հայտարարել, սակայն հայտատուների ակտիվություն չի արձանագրվել։ Ինչու ճարտարապետներն ու նախագծողները չեն ցանկանում մասնակցության հայտեր ներկայացնել։ Այս հարցի պատասխանը գտնելու համար Գյումրու քաղաքապետին փոխարինող Ավետիս Առաքելյանը հանդիպեց նախագծող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Հայտնեց, որ հայտարարված մրցույթների մասնակցություն չի եղել, դրանք տեղափոխվել են այս տարի։ Ամեն մրցույթ նվազագույնը 2 անգամ արդեն հայտարարվել է։ Ուզում ձեզանից լսեմ, հասկանամ խնդիրը ինչու՞նն է, մասնակցություն չի եղել։ Ինչն է, ցածր գումարն է, դասերն է, ինչն է կապված, ինչի հետ է կապված, որ կարողանանք շփնենք, հասկանանք, էլ այսպիսի բան չունենանք, թվով, եթե չեմ սխալվում, 20 եւ ավելի մրցույթներ, հա, հայտարարված է եղել, դուք 3 անգամ կա, որ չեն մասնակցել, 4 անգամ չկայացած։ Գյումրու զարգացման ուղղված տասնյակ ծրագրերի իրականացումը վտանգված է։ Պատճառը նախագծերի բացակայությունն է։ Քաղաքապետարանում կայացած քննարկման ժամանակ ճարտարապետները տարբեր պատճառներ ներկայացրեցին, չթաքցրեցին, որ խնդիրները համակարգային են եւ խորը։ Ինֆորմացիա չեմ ունեցել, այսինքն չեմ փնտրել կամ շատ դաստուկում չի եղել այդ ինֆորմացիան։ Երևի է եղել։ Ճարտարապետի կոնստրուկտորների ինժեներական մասերի մասնագետներն են, որովհետեւ լիարժեք նախագիծ ունենան։ Մրցույթի մասնակցելու դեպքում բոլոր մասնագետներին ունենանք, իսկ մասնագետների շատ խիստ դիֆիցիտ է բան։ Դիմել ենք այդ դեպքերում դրսի մասնագետների օգնությանը, իրենք էլ ենթադրենք Երևանում բնականաբար նախագծման գները շատ ավելի բարձր են, քան օրինակ մեր մոտ։ Չի տեղավորվում արդեն բաների մեջ, գների մեջ։ Հիմնական մեր խնդիրը հետ է։ Առաջ հերթին գնային քաղաքականությունը վերանայվի, երկրորդ հերթին ցեղ պայմանները փոխվի։ Մեր ունեցած ցեղ պայմանները հագասում է կառավարության 596 որոշմանը։ Այսինքն համայնքը պատվիրատուն դիտե տրամադրի երակետային տվյալներ, որը չի տրամադրել։ Շենքի վերաբերյալ տեխնիկական եզրակացությունը թողած է նախագծողի վրա, փորձաքննական եզրակացությունը նախագծողի վրա, որի 596 որոշումով այդ որոշման համաձայն պետք է պատվիրատուն իհարկե ու նմանատիպ երակետային տվյալներ։ Այսինքն ըստ նախագծողների առաջարկվող գները չափազանց ցածր են եւ չեն համապատասխանում կատարվող աշխատանքի ծավալին ու պատասխանատվությանը։ Հանդիպման մասնակիցները նշեցին, որ անհրաժեշտ է վերանայել գնումների հետ կապված տեխնիկական բնութագրերը եւ գնային քաղաքականությունը։ Ճարտարապետ նախագծողները խոսեցին մի խնդրի մասին, որը տասնամյակներ շարունակ մնում է անլուծելի։ Երբեմնի հայտնի ինժեներական ճարտարապետական քաղաքում ինժեներական ռեսուրսը վերացվել է։ Ոլորտը ինժեներիայի եւ այլ կadrերի լուրջ պակաս ունի։ Գյումրիում սերնդափոխություն տեղի չի ունենում։ Կապը ճարտարագիտական բուհի հետ գրեթե կտրված է։ Շեշտվեց, որ բազմիցս դիմել են համագործակցության համար, բայց արդյունք չկա։ Լավագույն կadrերն աշխատում են Երևանում եւ չեն ցանկանում վերադառնալ Գյումրի։ Նախագծողներն են նախաձեռնություն ցուցաբերել, խոսել են ճարտարագիտական համալսարանի ղեկավարության հետ, որպեսզի համագործակցեն, ուսանողներն իրենց մոտ պրակտիկաներ անցնեն, բայց ապարդյուն։ Ես մեր քայլն ենք դիմել, որ երիտասարդներին բերենք, սովորեցնենք, այս սերնդափոխությունը նորմալ է, չկա։ Հանդիպման մասնակիցների դիտարկմամբ ինժեներական կadrերի պակասը դարձել է քաղաքի զարգացման արգելակը։ Ավետիս Առաքելյանը լսելով մասնագետներին շեշտեց, որ քաղաքապետարանը պատրաստ է վերանայել մոտեցումները։ Խոստացավ, որ այսուհետ նախքան նոր մրցույթներ հայտարարելը նախագծողների հետ համատեղ կաշխատեն տեխնիկական բնութագրերի վրա եւ կփորձեն գտնել այնպիսի լուծումներ, որոնք մրցույթները կդարձնեն գրավիչ եւ տրամաբանական։ Մեր տենդերների մեջ կարգավորումները մտցնենք, գնայինն էլ բանված է։ Վերանայենք, հասկանանք, նորից նոր տենդերներ հայտարարեք եւ բոլորիդ է խնդրում, որ անպայման ձեր մասնակցությունը ունեցեք։ Տեսեք գնումների կայքի մեջ դրած է, թափանցիկ է ամբողջը, հերակշիռվեք, այստեղ նայենք, որ արդեն մեծ տվերով կա 2 միլիոն կա, 24 միլիոն կա, 1,5 միլիոն կա, 1,400,000 կա, 3 միլիոնանոց պրոյեկտներ կան, նախագծեր։ Դրա համար
Ինձ թվում է, որ եկել ենք քիչ ակտիվանանք, մոտեցում ցուցաբերեք, միասին աշխատենք։ Քաղաքապետարանի պատասխանատուները հույս հայտնեցին, որ այս երկխոսությունը կօգնի վերականգնել կապը բուհերի հետ եւ Գյումրիում ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ ճարտարապետն ու ինժեները կցանկանան աշխատել ու ստեղծագործել։ Բարձրացված խնդիրների շտկումից հետո միայն քաղաքապետարանը կհայտարարի նոր մրցույթներ, ակնկալելով արդեն ոչ թե դատարկ հայտեր, այլ որակյալ նախագծեր։